Այսօր ինձ մոտ վլոգային օր է ու ես պատրաստում եմ ձեզ հետ անցկացնեմ իմ օրը ու նկարեմ մեկ օր ինձ հետ, չնայած շուշուտ է լինելու այդպեսի մեկ օր ինձ հետ արդեն իմ YouTube-յան ալիքին։ Սկզբում ասեմ, որ այսօր մենք գնում ենք առաջին հերթին ավանդա, ավելի շուտ անթերիս, դրա համար էլ ես պրտված և մակիաժով չեմ, ու այսօր ամբողջ օրը լինելու եմ առանց դիմահարդարման, դրա համար, որպեսզի դուք ինձանից շատ չվախենաք, մի քիչ ֆիլտրացա լինելու իմ վիդեոն։ Ինձ հարմար է լինում Կասկադի մասնաճյուղ գալ, տարածքային առումով այստեղ ավելի մոտիկ է ինձ։ Դրա համար, ինչպես տեսնում եք, մենք հիմա գտնվում ենք Անթերիսի Կասկադի մասնաճյուղի մոտ։ Իջավ։ Իդեպ, սիրելի փրչոտիկներ, եթե դուք կատարում եք Ալեքսանդրի Անթերիսում հնարավորություն եք ունենում Մոնտենեգրոյում հանգստանալու, այնպես որ ստեղ կա նաև խաղարկություն։ Դες էլ ինչպես միշտ ես այս հայլու մեջ, քանզի վասնզի տեսնում եք, որ մի քիչ չաղացել եմ, այդ հարցին էլ պետք է լուծում տալ։ Իդեպ շատ եք հարցնում, Լիլիթ ջան, ինչ ես մազերդ կտրել սարքել ես քան փոքրիկ եւ բրբեջ, դրա մասին առանձին վլոգ կանեմ ու իդեպ շուտով գնալու եմ մազերի արհեստական երկարացման, որպեսզի էլի սիրուն sense մազեր ունենամ։ Հետո մենք կերկարացնենք, կսարքենք իմ մազերը իր հին չափին։ Այստեղ Էլենս լրացնում է իմ հետ կապված բլանկ, ու ամեն անգամ լրացնում ենք այդ բլանկը։ Այս իմ սիրուն պրոցեդուրայի ամենահետաքրքիր ու հաճելի բաներից այս հավաքածուն պրեսոթերապիան։ Ուշքս գնում է այդ պրեսոթերապիայի համար։ Այս հաճելի պահը։ Եթե դիպշութը չլիներ ծաղծկող պրոցեդուրա, ես հաստատ կքնեի ու դգիշերն էլ լավ չեմ քնել։ Հենց ենք հանուր աշխատում ու ընդհանրապես մոտ այլ ես ինչ ենք անում։ Կարբոքսի թերապիան ենք անում։ Այն որսի։ Հիմա գերնենք կստում, նրա հետ համախնություն։ Եթե դուք չորացել և չիրեք դարել, համեցեք այստեղ այս պրոցեդուրայի։ Մի բան էլ հարցնեմ, մենակ դիպշուկն է, սրանից հետո լավ նստում մաշնի վրա թե, մենակ յուրաքանչյուրը ասում միջոց։ Ինչ անենք։ Իրենց հետո մենք պիլինգեր ենք անում։ Համարյա ամեն ինչ կարբոքսից հետո ավելի լավ ազդում, որ այդ շնչականությունը լավանում է, դրա հաշվին ավելի լավ է ներծծվում, դրա հետ կստել ցանկացած բան։ Մոտեցնեմ, որ լսվի։ Անեցինք։ Մաքրում ենք այս լիքը, որ անցնենք հաջորդին։ Դիպշութի հետ ասեղիկներն է բացում մեկ անգամյա օգտագործման։ Օպա։ Տեղավորեցինք, այս էլ մեջի նյութը։ Ասում ենք ինչ ծաղծկելու։ Այսի մի քիչ այդքան էլ հաճելի պրոցես չի, բայց դե պետք է հրաշա, պետք է։ Նենց չի, որ դիմանալու չի, բայց ոչինչ այդքան է հաճելի պրոցես չի էլի։ Եթե մի քիչ մազոխիստ ես, այս պրոցեսը դաժե կհավանես։ Ես քանի որ ցավադիմացուն չեմ, ուզում եմ վնգստամ, բայց ամաչում եմ կամերայի դեմը էլի վնգստամ։ Եթե ինչ ես Էլենը չի արել, այս երեք աղջինը արել։ Կով էր տեսել ճանապարհին ծիծիլի մարդի տղեն, որոշեց երեսովս գնա այդ կողմին վարելի ավտոյի մեջից։ Հիմա այս ամեն ինչի վրա դնում ենք հանգստացնող դիմակ։ Ահա, պախ։ Վերջ հետ դրեցի ակնոցներս, այս բրենձ ես ցույց եմ տալիս մաշկս առանց ֆիլտրերի, ինձ թվում է շատ սիրուն է ստացվել։ Գնացի հաջորդ գործերից։ Բացրեցի պրոցեդուրան, ինչպես տեսնում եք, ու գտնվում եմ արդեն Տիգրան մեծ բողոկայում։ Այստեղ գտնվում է մի խանութ, որտեղից ես գնում եմ բուբիրկաներ, այդտենց ցելոֆաններից է, որոնցով փաթեթավորում եմ իմ Վալբերիզում վաճառվող ապրանքներից մի քանիսը։ Այնպես որ այսօր ձեզ հետ եմ գնում այդ գնումը կատարելու։
է ստեղից, բայց ինքը ավելի կարճ է, եկեք գնանք երկարը փնտրենք, հենա, երկարը տեսնում ենք, մենք գնում ենք երկար պուպիրկեք գնելու, ես ոյով պուպիրկան ենք առնելու մոտարպես 3 մետր, բայց չնայած դրան, այստեղ լիքը տարբեր տոպրակների տեսականի կա, որ կարող եք ձեռք բերել ձեր ապրանքները փաթեթավորելու համար։ Ահա այն տեղավորում ենք մեքենայում եւ գնում առաջ։ Այսօր եւս ունեմ այսքան պատվեր, այսքան QR կոդեր իրանց համար եւ եւս QR կոդեր, որ պետքա տպեմ։ Հիմա ինչ ունեմ, տեղավորեմ, կպցնեմ, հետո գնամ տուն, փաթեթավորեմ այն ինչ որ նոր ա եկել, իրանց QR-ներն էլ տպեմ ու արդեն գնանք Վալբերիս։ Հասա տուն, որոշեցի, քանի եկել հասել եմ տուն, լվացքս էլ ավարտվել է, այդ լվացքս բռեմ, նոր տպեմ նոր QR-ները եւ գնամ Վալբերիս։ Չէ, ես չեմ դիտարկում լվացքը որպես արվեստի գլուխգործոց, այնպես որ թվում եմ նենց, որ ուղղակի չորանա։ Այն մարդիկ, ովքեր որ սենց իդեալական գծիկներով փռում են լվացքը, կարան չնայեն, որովհետև ես այդպեսին չեմ։ Տնից դուրս գալուց կմիացնեմ նաև սպիտակ գույնի լվացքը։ Լվացքի հեղուկները իրականում շատ են, բայց այսօր օգտագործելու եմ այս մեկը, պերսիլը, գնաց։ Շատ դժվար է իրականում մի ձեռքով նկարել, մի ձեռքով ցույց տալ եւ պարտադիր ռեֆլեկտի էս լաքահանիչը եւս լցնում եմ լվացքի փոշու հետ։ Ես իսկապես իրան շատ օգտագործել եմ, որովհետեւ հատկապես, համ սպիտակ, համ գունավոր լվացքի համար ինքը շատ լավ է։ Իմիջայլոցից, լաքահանիչի արտիկուլը կթողնեմ վիդեոյի տակ, որովհետև իրոք իդեալական մաքրում է, հետքեր, բծեր եւ այլն չեն մնում։ Ես դնում եմ ամենաքիչ պտտվող ռեժիմի տակ, միացնում եմ եւ այս եղած-չաղածը վրայից հավաքում։ Մնացածը ինչ նկարեմ, նկարելու եմ այս DJI-ով ու նաև որպեսզի միկրոֆոն էլ ունենանք, ինչի սկզբից չեմ նկարել, որտեղ ուղղակի հետս չէի վերցրել, մոռացել էի։ Հասանք այս կետին, որ ես համակարգչով մի քանի ապրանք էլ ունեմ եւս տպելու, ապրանքի QR կոդ, այդ QR կոդերը հենց հիմա արագ տպում եմ։ Օպա։ Եվ նաև ուզում եմ տպեմ մի քանի շտրիխ կոդ, որոնք դնելու եմ իմ այն ինչեր անունը, մասկայի վրա։ Մասկան եմ դրանով անելու, եկեք ուրա գտնենք այն QR-ի շտրիխ կոդը, որը սարքել եմ հենց դրա համար։ Եթե չգտնենք, նորը կսարքենք արագ ու կգնանք։ Տեսնենք ես ինչա, չէ, ուրիշ բան է։ PDF։ Տեսնենք ինչ նոր PDF-ա եկել։ Մասկովլարնիա կոլագենովը для волос։ Կարսելի մասկաներն է, ես ձեզ ասեմ, որ համարյա ավարտվել է, մնացել է դեռ 5 հատ ու առաջիկայում դեռևս չկա։ Այնպես որ մենք մի 7 հատ էլ սրանից ենք տպում։ Սայզերը լրիվ տված է։ Մի հատ տեսնենք ստեղ ինչ ունենք, Advanced, այո, ամբողջը կա։ Եկեք տպենք եւ դուրս գանք արդեն։ Всё։ Սա էլ տպեցինք, QR-ը տպեցինք, մեր ամբողջ պատվերը պատրաստ է արդեն, մնում է այս մի քանի հատը տանեմ կպցնեմ իրա վրա եւ վերջ։ Завершение работы, անջատենք։ Սա հետս եմ վերցնում, որպեսզի ձեզ հետ կարողանամ շփվել ու զարյարկան չնստի։ Հուսով եմ կհասցնեմ այսօր նաև գամ տուն եւ տունը մաքրեմ, որտեվ մենք քանի որ գնացել ենք Դիլիջան, հետ ենք եկել տունը ոտի հետ գնում է փոշուց, այնպես որ հուսով եմ այսօր կհասցնեմ նույնիսկ տան փոշիներ մաքրեմ եւ մաքրություն անեմ։ Բայց դրանից առաջ նաև ձեզ համար պետք է վիդեո նկարեմ, մի խոսքով գնացինք, շատ երկար ժամանակ չունենք։ Ես արդեն մեքենայի մեջ եմ, մեքենան չգիտեմ տաքանում է թե հովանում, շարժիչը տաքանում է, մեքենան հովանում է։ Հետս վերցրել եմ նաև իմ մազիկները,
Ինչի եմ վերցրել, որտեղ ուզում եմ այսօր մտնեմ նաև իրենցից առնեմ մի 100 գրամ եւս, որովհետև այս շաբաթ ուզում եմ գնամ մազերս սերտ աճեցնեմ։ Այսինքն 3 շերտ ունեմ, բայց իրանք դեռ շատ քիչ են սերտ աճեցնելու համար իմ կարճ մազերի վրա, այնպես որ գնում ենք եւս ահագին մազ առնելու։ Տեսնեմ կգտնեմ իմ ուզած մազերը ալիքավոր, թե չեմ գտնի այսօր, հուսով եմ կգտնեմ։ Էդ էլ այդպես։ Այսօր եւս մի քանի բան ենք անելու, տանելու ենք Տեմուի ապրանքը, հետ վերադարձնենք, գնալու ենք Վայլբերից, ապրանքն ենք տալու, հետ ենք գալու, չգիտեմ կհասցնեմ թե չէ, բայց փորձելու եմ նաեւ տունը մաքրեմ, վիդեո պետք է նկարեմ Oriflame-ի այս ամսվա կատալոգի զեղչերի մասին, ինչպես նաեւ ձեզ խոստացել էի ցույց տամ այն ապրանքները, որոնք որ ես արդեն պատվիրել եմ կամ նվեր եմ ստացել Oriflame-ից, այնպես որ հələ որ մնում ենք ինձ հետ շատ հետաքրքիր ու երկար ժամանակ ենք անցկացնելու, ինձ թվում է այսօրվա իմ վիդեոն լինելու է բավականին երկար ու դուք էլ զարմանալու եք թե ինչքան բան եմ ես մի օրում հասցնում։ Մոռացա ասեմ նաև, որ ես ու Ռոմը նկարել ենք մեր միասնական առաջին վիդեոն ու այսօր այդ վիդեոն տեղադրելու եմ արդեն Instagram-ի image-ում, այնպես որ հետաքրքիր կլինի կարծում եմ ձեզ, նայեք, հավես ուրախ վիդեո ենք նկարել։ Քանի րոպե սենց անեմ, որ ճիշտ լսվի ձայնը։ Մի քանի րոպե ծախսեցի նրա վրա, որ տպեմ այս Temu-ի QR կոդը, որը մեզ օգնելու է հետ վերադարձանել Temu-ի ապրանքներից այն ապրանքները, որոնք որ ինձ դուր չեն եկել։ Թե ոնց եմ Temu-ի ապրանքները վազվրա տանում, դա կնկարեմ հաջորդ վիդեոյում, որովհետև Temu-ից unboxing եմ ունենալու շուտով, որտեղ ապրանք եմ սպասում։ Եթե ապրանքներ կան դուրս չգան, մենք միասին իրան քայլ առ քայլ սիրուն վազվրատ կանենք, լավ։ Այդպես, այնպես որ նաև մնացեք ինձ հետ այդ առումով։ Արտաշիսյանի վրա եմ, եկել եմ Վայլբերիզի ապրանքները թողեմ, այսքան ապրանքներ են եկել մեր կողմից Վայլբերիզ։ Ոնց տեսակ այդքան ապրանքները թողեցի, հիմա արդեն գնում ենք մեր մնացած գործերն անելու, Temu-ն հանձնելու, մազիկները ընտրելու, տուն գնալու, վիդեոներ նկարելու, մի խոսքով այդպես։ Ունենք 150 գրամ մազիկ, ուրախ, հեսա, սենց ծույս տան, որ լավ էր էբա։ Մազիկները սենց են, հաստ ու ալիքներով, ոնց որ ես ուզում էի 55 սանտիմետրա, ինձ դուր է գալիս։ Կարծում եմ մազիկներիս վրա լավ կլինի, իմ մազերի գույնն էլ արել։ Ու շատ երկար էլ չի լինի, ընտիր։ Վերջ այս գործն էլ արեցինք, վերցրեցի այս մազիկները, տեղավորեցի, պետք է տանեմ Լիաննային տան, որ Լիաննան արդեն կապսուլավորի, որ այս քանի օրը մազիկներս երկարացնեմ արդեն։ Ժամը 14:01, ես արդեն այսքան բան հասցրել եմ, հիմա արդեն գնում ենք Temu-ի ապրանքները վերադարձ անելու։ Դրա համար պետք է գցել ես սա, մի րոպե։ Հոպա, գնաց։ Խցում ենք սամ, մի հատ լավ կապում ենք սամ, վերջ, և ճանապարհվում ենք դեպի փոստային ծառայություն մոտակա, քանի որ ես հիմա գտնվում եմ Էրեբունիում, փոստային ծառայության տեղը հստակ գիտեմ, տանենք Temu-ն տանք ու արդեն հետ վերադարձ անենք դեպի երևի թե տուն արդեն իսկ, որտեղ կսկսվի հաջորդ փուլը այսօրվա վիդեոների նկարահանում, չնայած այսօր ես սկսված չեմ, բայց կոսմետիկայի մասին վիդեո պետք է նկարեմ, այդպես։ Գնացինք, կանգնեցինք կարմիրի տակ։ Իդեպ ուզում եմ մի քանի օրվա մեջ նաև սկսեմ 75 օրվա չելենջ անել, որովհետև ոնց ասեցի ես նաև չաղացել եմ, իսկ դա ինձ բացարձակ պետք չի, ինձ պետք է նիհարել, մոտավորապես 5-ից 6 կիլոգրամ պետք է նիհարեմ ու ձգվեմ, ինչպես նաև ենքան եմ նստած գործարել ես հատվածս էլ է առաջ եկել, ուսերս էլ է առաջ եկել, իսկ ասանկան պետք է դզել փչել։ Մնաց գտնենք հեսա տեղ, որտեղ կարելի է կանգնել և տանել մեր
ապրանքը Թեմուի հանձնելու փոստային ծառայություն։ Իսկ հիմա հասել ենք մի հատ վատ պահի։ Այդ վատ պահը ինչու՞մ է կայանում։ Այս տոպրակի մեջ գտնվում էր համ իմ վերադարձի ապրանքները, համ եւս մի երկու բան։ Այսինքն իրանք նույն տոպրակներից էին ու ես սխալմամբ վերցրել եմ ուրիշ տոպրակ։ Այնպես որ Թեմուի ես զրթիկը մնում է այստեղ, իսկ իրան կտամ արդեն վաղը։ Այսօր այդ մնաց։ Ափսոս։ Բակարտը սուր դրեցի այդին։ Հա, գրպանս է, վсё։ Այսօր մնաց Թեմուի հարցը։ Ափսոս։ Այ տենց է լինում, երբ որ արագ ես տանից դուրս գալիս։ Դե ինչ։ Դրանից հետևություն, որ մեր դրսի գործերը ավարտեցինք ու գնանք արդեն ներսի գործերն անելու, բայց մինչև այդ ժամը 16:06 2 ժամից մոտավորապես կտեղադրեմ վիդեոն, որի մասին խոսում էի, որ մենք չկարողացանք գնալ Թեմու, ես որոշեցի ժամանակս անիմաստ չօգտագործեմ եւ գամ իմ Oriflame-ի պատվերների հետևից։ Իմջայլոց թե unboxing եմ նկարելու ձեզ համար այդ պատվերների հետ կապված, ինչպես նաեւ ամեն ամիս ամսվա մեջ մի 2 անգամ երևի թե Oriflame-ի կատալոգի զեղչերի մասին տեղեկություններ ձեզ կտամ եւ դուք կկարողանաք թե ինքներդ պատվիրել, թե գնում կատարել նաեւ ինձանից։ Վերցնում ենք Oriflame-ի տոպրակը եւ մի ֆուր ապրանք ենք կարողանում պատվիրել ընդամենը 25000 դրամով։ Թե ինչ ապրանքներ են, ես դրանք ցույց կտամ իմ էջում արդեն հավելյալ վիդեոյով։ Մենք արդեն տանն ենք, բայց տանն էլ մեր գործերը չեն ավարտվում, այսօր շուտ մի հատ տունը արագ հավաքեմ կարգի բերեմ, լվացքը փռեմ, որը որ դրեցինք մինչև գնալը, արջին պետքա սիրուն սանրեմ, որովհետև երեք լողացրել եմ, բայց չեմ սանրել իրան, հետո էլ ինչ ենք անելու, արդեն այս Oriflame-ի, որ բերել եմ, իր unboxing-ն ենք անելու, կատալոգի ոչ թե նորություններ, այլ կատալոգի զեղչերն ենք իմանալու, ու իդեպ, եթե ձեզ հետաքրքրի նաև իմ թիմից լինելու գաղափարը ու փող աշխատելու գաղափարը միասին, կարող եք գրել իմ Instagram-յան էջին, հանդիպենք, քննարկենք ու սկսենք միասին նաև գումար աշխատել Oriflame-ով։ тем надольше хватит вам еды. Насыпайте туда. Ну, սկսում քեզ շարել, արդեն շիրիկ։ Որչուկս էսօր լավ չի եղել։ Օրվա ընթացքում հետ ա տվել։ Չգիտեմ երեք ինչա կերել կամ այսօր ինչա ավել գողացել կերել, երբ որ տանը չեմ եղել։ Մինիմ շրտիկին լավ չի զգում իրան։ Բայց դա չի խանգարում մեզ իրան սանրել։ В купе работает как термозащита, так как в нем преобладают силиконы. Но и также есть Мария Портинумен, где с этим спреем все 13 лет. Мария Портинумен, спаси. Մի հատ մրուտիկներ սանրի ենք, մրուտիկը դժվար է, սանրելը չես ուզում թողես։ Բեր սույց սանրենք, աչքը չմտնի արջ։ Արջի, դու արդեն հասել ես լիֆտի մոտ։ Արջին վազվզում է, ես իրա վազելու տեղն է, ու քանի դեռ ինքն էլ վազվզում է, ես էլ այս տեղ եմ նստում, այս ջոջանակի վրա։ Մի քիչ հոգնած եմ արդեն, հեռախոսս մոտս է, այնպես որ կարամ ասեմ ժամը քանիսն է, մի քիչ երկար տևեց մաքրությունս, ասում ամսի ժամը 6-ն է արդեն։ Այնպես որ Այսօր այսպես ինձ մնացել է օրվա գրաֆիկիս մեջ նկարեմ Oriflame-ի վիդեոն ու վերջ։ Վիդեոյի այս հատվածում էլ ուզում եմ ձեզ ցույց տամ իմ փոքրիկ ստուդիան։ Երկու լույս, իմ DJI-ն, միկրոֆոն եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ ես նկարում եմ ձեզ համար unboxing-ներ եւ լիքը տենց տարբեր բաներ։ Մի խոսքով
Այսենց ավարտվում այն մորը, հիմա գնում եմ արդեն մոնտաժներ անելու, մի հատ վիդեո արդեն մոնտաժել եմ ու տեղադրել եմ, այդ հոնքերի ֆիքսատորի մասին, այս ապրանքի մասին վիդեոն է, իսկապես շատ լավ ֆիքսատոր է, կստացի։ Ինչևէ, շնորհակալություն, որ այսօր ինձ հետ էիք, շնորհակալություն, որ ամենասկզբից մինչև վերջ դիտեցիք այս հոլովակը։ Ես ներքևում կթողնեմ իմ Instagram-ի, TikTok-ի էջերը, որպեսզի դուք կարողանաք այդտեղ հետևել, իսկ եթե ձեզ հետաքրքրում են այլ ֆորմատի վիդեոներ, կարող եք գրել եւ ես սիրով ձեզ համար կնկարեմ։